Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բայ լույս մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Իսկ դա նշանակում է, որ եթե դեռ քնած եք, ապա արթնացեք, հեռակառավարման վահանակը վերցրեք, մի քիչ բարձրացրեք ձայնը, որովհետև երաժշտություն է հնչելու ում համար։ Ձեզ համար։ Ինչ անում ենք ձեզ համար ենք անում սիրելի հեռուստադիտողներ։ Մի լավ տեսահոլովակ այս բանը արթնանալու համար։ What makes you feel good? What makes you angry inside? Why don't you love me? You wanna fuck me or fight? You never asked me if I had something to hide. You wanna hurt me, I'll make it easier tonight. You got to stay skinny, don't you girl? You got to stay pretty as you were. You got to stay hungry for the fans. Oh, they'll try to burn you all out. They're gonna burn you all out. Yeah. Woo. Woo. Your face is rotten, ugliest smile I have seen. Your name's forgotten. I'll go on and cut yourself clean. Why won't you answer? They're gonna burn you all out. Դեինց ելերուստայտողներ վստահ եմ շատերը թիմա մտածում եք նախաճաշի ժամն է, ինչ պատրաստել այս պահին սուրճ ըմպել, թե ըմպել, գործերն եք պլանավորում, ես առաջարկում եմ միշտ անել բարություն, այո, բարության մի գավաթն է այս պահին մեր եթերում, ինչպես ռեինկարնացիա խումբներ ասում, մի քթալ սեր ենք ունեցել, մի քթալ բարություն մայիսի օգնությամբ գնանք վայելելու եւ այդ հույզերը իրապես ապրելու։ Ой, спасибо вам большое. Это мне, а это вам, держите подарок. То, что подняли. Серьезно, держите, это вам подарок. Как это нет? Да. Нет. Да, это вам серьезно бесплатный подарок. Радуйтесь, вы что, только это мне дайте? Да, это вам. Конечно, радуйтесь, только аккуратно колючий. Вам подарочек. Хорошего дня вам, до свидания. Нет, держите, реально, вы же сказали, что упало. Вы первые сказали. Это вам подарок, просто вы улыбались. Держите. Вам спасибо. До свидания, хорошего дня.
Դե ինձ ելի արստայտողներ, իսկ եթե դուք լսում եք ծիծաղ կադրից այն կողմ չէր, մի փոքր այն կողմ էր, քանի որ իմ հյուրերը արդեն տաղավարում են եւ շատ ուրախ ու զվարթ հյուրեր են, պրոֆեսիոնալ մարդիկ են, ովքեր եկել են լավ նորությամբ, իսկ ես շատ եմ սիրում, երբ իմ ընկերները անում են նոր գործեր, որոնք հաջողության են հասնում։ Այսօր մեր հյուրերն են Բաբելոն թատրոնի ղեկավար, դերասան, ռեժիսոր Հարություն Հովհաննիսյանը, բարի առավոտ, ինչպես նաեւ մի չքնաղագեղ գեղեցկուհի դերասանուհի Մարիկա Դովլատբեկյանը, բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ ձեր ուրախությամբ ու ծիծաղով դեռ եթերը չսկսած դրեցիք մեր տաղավարը։ Շատ ուրախ ենք, որ այսօր օրդ բարի շրջանակներում այսպիսի բարի մարդիկ են եկել մեզ մոտ։ Իրականում ձեզնից է, որովհետև շատ ուրախ մթնոլորտ է։ Դրական էներգիան հասավ ձեզ մի խոսքով։ Լավ նորությամբ եք եկել, խոսելու ենք մի ներկայացումից, որի անունը է։ Պատմեք։ Ներկայացման ռեժիսոր Զարա Անտոնյանն է։ Ներկայացումը ծնվել է ոչ սովորական ձևով, սկզբում եղել է այդ տեխնիկը, որի մասին ստեղծվել է ներկայացում։ Տեխնիկը սարքել է Ալինա Ալեքսանյանը։ Այո։ Ու 3 հոգով են ղեկավարում այդ տեխնիկը, որոնցից դերասաններից մեկը Մարիկան է, մյուսը Կարեն Խաչատրյանը, մյուսը Ռոզի Աղաջանյանը։ Այսինքն գլխավոր դերում տեխնիկն է, որին խաղացնում են 3 դերակատար։ Ինչու, ինչպես, ոնց եղավ, որ ձեզ ասացին Մարիկա ջան պիտի գաք եւ Ալինան ընդհանրապես շատ հրաշալի նկարիչ է եւ չգիտեմ ոգեշնչված է եղել ինչ-որ բաներով եւ ստեղծել է տեխնիկ եւ շատ sense իրեն թակում պահելով հետո Զարան երբ եկավ Հայաստան տեսավ այդ տեխնիկը եւ որոշեցինք որ այդ տեխնիկը պետք է ներկայացում դառնա այդ տեխնիկով եւ սկսեցինք փնտրել գործ որը կարող է այս տեխնիկը մարմնավորել որևէ կերպար ու գտանք Նաբոկովի սլովը բառը խոսքը եւ դրա հիման վրա ստեղծվեց ներկայացում տեխնիկը վարում ենք 3 հոգով բայց ամբողջ ներկայացման ընթացքում միայն մի տեխնիկա եւ վերջ եւ նաեւ ունենք Անրանիկ Միքայելյանը որը հնչեցնում է տեքստը Նաբոկովի Չեմ ուզում ամբողջ բեմադրությունը բնականաբար պատմենք, բայց հետաքրքիր է ինչու 3 դերակատար, այսինքն տեխնիկը փոխում է իր էությունը, թե ասելիքը, թե աղջիկ է, տղա է դառնում, ինչ է կատարվում տեխնիկը։ Իրականում տեխնիկական հարց է, որովհետև շատ բարդ տեխնիկ է եւ պահանջում է, որ 3 հոգի դառնան մի օրգանիզմ եւ 3-ը մեկն եք։ Այո։ Հա, փաստորեն։ 2 հոգով էլ հնարավոր չի տեխնիկը ամբողջությամբ կառավարել ինքը, ոնց որ լիարժեք մարդ լինի, որ բոլոր sense բաները ծալվում, ասաղ աշխատում է իր վրա ու 3 հոգով կենթանացնում եք այդ ու շատ բարդ աշխատանք էր, որովհետև 3-ս էլ ունենք տարբեր էներգետիկա, տարբեր մթնոլորտ ու պետքա sense ամբողջացնենք ու մի մարդ դառնանք։ Շատ հետաքրքիր process էր, բայց շատ բարդ։ Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ հրաշալի է։ Ներկայացումը երբ է կայացել ու կայանալու, այսինքն երբ հեռուստատողը կարող է գալ։ 2-3 ամիս առաջ չէ, ստեղծվել, արդեն պրեմիերան եղել ու մարտի 5-ին ու 6-ին խաղալու ենք էլի։ Ժամը 8-ին Բաբելոն թատրոնում։ Ես գիտեմ, որ ներկայացումը նաև նոմինացված է եւ երկրորդ փուլը անցել արդեն արտավազդիկ, ասեք որ նոմինացիաներում լավագույն պլաստիկ ներկայացում, լավագույն կամերային ներկայացում եւ լավագույն ռեժիսոր Զարա Անտոնյանը ինքը նոմինացված է, բայց երկրում է, այստեղ է Զարան թե դա գնացել է եւ ասում է ես իմ գործն արեցի, արդեն մրցանակները կվերցնեք դուք, այսպես ասած։ Պլաստիկ առումով լավագույն պլաստիկ ներկայացում, այսինքն դուք դերասաններդ նաեւ պլաստիկա եք ցույց տալիս բեմում, թե այդ բարդությունը, որ տեխնիկին եք փոխանցում պլաստիկան, ինչ է։ Չէ, ունենք պլաստիկ տեսարաններ, քանի որ Կարեն Խաչատրյանը վարպետ է իմաստով պարող մնջախաղի վարպետ եւ Ռոզին նույնպես մնջախաղից է ինձ մեջներից եկիչ ես խոսքով հա պլաստիկ կարելի է ասել որ պլաստիկ ներկայացում է ինչ ասելիք ունի ներկայացումը ինչու է Այս դրա մասին իմ հասկացածն է ուզում ասեի որպես հանդիսատես, որովհետև ես չեմ մասնակցում, միշտ sense նայում եմ։ Շատ sense կարևոր ու པարզ հարցադրում է, թե տեխնիկը ոնց որ մտածում է, թե ոնց օգնեմ երկրից։ Ինչ անեմ երկրից համար, sense པարզ անկեղծ հարցադրում ունի։ Չեմ կարծում, որ միայն դա է ասելիքը, բայց ես դա եմ հասկացել ու իմ համար
Որպես դիտորդ ձեզ համար հա որ հենց այդ հարցադրումով նայեմ ու հասկանամ թե տեխնիկը ինչ ճանապարհներով է անցնում այդ դրա համար ու անընդհատ իր մեջ այդ հարցն է որ ինչ որ պատասխանի է սպասում ոնց օգնեմ երկրից ու ինձ թվում է մեր բոլորի մեջ այդ հարցը կա մանավանդ ստեղծագործողների որ մանավանդ հիմա շատ արդիական հա դե ոնց օգնես ինչ անեմ ինձնից ինչ է պահանջվում ինչ անեմ այս հարցը անընդհատ կա իսկ դուք որպես դերակատար որ ներսում է ներկայացման ձեզ համար ինչ նշանակություն ունի ու ինչ ասելիք դե ընդհանրապես մեր տեխնիկը գնում է հրեշտակների մոտ եւ հարցնում է ինչ կփրկի մեր երկիրը ու հրեշտակը մի բառ է շշնջում իրականջին հիմա սպոյլեր եմ անում բայց իրականում այդ մի բառը որը նա շշնջում է մեզ համար շատ կարևոր է որ յուրաքանչյուր հանդիսատես իր համար որոշի որն է այդ մի բառը եւ փորձի այդ մի բառը իրագործել եւ կատարել ինչ որ մի բան հայրենիքի համար Քանի որ ներկայացումը յուրահատուկ է ու նմանը չունեցող ամեն դեպքում Հայաստանի համար կամ պլաններ փառատոնների մասնակցել, մեկնել, ներկայացնել Ինձ թվում է հա իր ճակատագիրը լրիվ այդ կողմը ավելի շատ Փառատոնային ինքը այդ առումով շատ ճկուն է ու հասկանալի է ինձ թվում է բոլոր ազգերի լեզուների համար չնայած որ տեքստը հիմա հայերեն ենք հնչեցնում չգիտեմ այդ մասով ինչ որ Իդեպ շատ կարևոր է ասել, որ թարգմանությունը կատարել է Նունե Վարդանյանը, որը հրաշալի միշտ տեքստերը թարգմանում է եւ երաժշտության ձևավորումը արել է Կորյուն Արզումանյանը, նույնպես հրաշալի երաժշտական ձևավորում կա։ Շատ լավ թիմ է հավաքվել, իսկ դուք որպես դերասան ու բարդ չէր, որովհետեւ 3 հոգով մի տեխնիկի շունչ տալ կոնֆլիկտներ չկան, ես էսպես չեմ ուզում, էսպես չեմ տեսնում, թե ամեն ինչ հաշտ է անցել։ Իրականում ռեժիսորի շնորհիվ, Զարա Անտոնյանի շնորհիվ ամեն ինչ շատ հարթ է անցել։ Իհարկե, ինչ որ մի տեսարաններում, ինչ որ մեկի էներգետիկան ավելի է, ասենց ուժեղ լինում, բայց ամեն դեպքում եկել ենք բալանսի, որ տեխնիկա ամեն դեպքում չզգացվի, որ ինչ որ մեկի էներգետիկան է, այլ երեքից ամբողջական էներգետիկան է։ Դուք նաև որպես դերասանուհի տարբեր թատրոններում եք հանդես եկել ու բավականին հրաշալի դերերով որպես գլխավոր դերակատար այս պարագայում ձեր ու տեխնիկի այդ միաձուլումը ձեզ համար ինչ տեղ է գրավում ձեր դերասանական անցած ճանապարհի մեջ։ Իրականում ես արդեն երկար ժամանակ չեմ խաղում որպես դերասանուհի, որոշել եմ այլևս չխաղալ։ Ինչու՞։ Չգիտեմ, ավելի շատ որպես բեմադրիչ եմ ուզում հանդես գալ։ Բայց տեխնիկը իմ մեծագույն սերն է, տեխնիկային թատրոն, ես ավարտել եմ տեխնիկային կուրս եւ Զարա Անտոնյանի հետ աշխատել եմ, միշտ ինձ համար չգիտեմ, ամենահրաշալի ժամանակներն են։ Դրա համար ես չէի կարող չխաղալ այս ներկայացմանը։ Վերադարձել եք ձեր արմատներին։ Ձեր Այսինքն ձեզնից էլ շուտով սպասենք ներկայացումներ, որպես ես ունեմ արդեն ներկայացումներ, նաև մարտի 13-ին կլինի իմ նոր ներկայացումը։ Ինչ է սպասվում։ Հետաքրքիր գործ է, որը գրել է մի աուտիզմի սինդրոմով տղա, 12 տարեկան, գրել է մի տեքստ, որը ես համարեցի շատ հետաքրքիր, նույնիսկ հանճարեղ ինձ համար, եւ որոշեցի այդ տեքստը բեմադրել։ Եվ բեմադրել եմ Ռուբեն Բաբայանի առաջին կուրսի ուսանողների հետ։ Հրաշալի, մենք կսպասենք, որովհետեւ ինչպես տեսնում եմ, սա յուրահատուկ ծրագիրն է։ Բաբելոն թատրոնում ինչ նորություններ կան, ինչ է սպասվում։ Բաբելոն թատրոնում նորություններից Մարիկա Դովլատբեկյանի մասնակցությամբ ներկայացումն է Սևկատուն, որ անում են Անդրանիկ Միքայելյանի հետ ու նաև ջութակահար Ռոզանայի հետ, որը արել է Էլիզարա Անտոնյանը, դրա վրա էլ մի փոքր աշխատեցին ու հիմա կունենանք պրեմիերա, դեռ որ օրը հստակ չի, հավանաբար մարտի մեջ կլինի։ Իսկ ընթացիկ ներկայացումները շարունակվում են։ Շարունակվում են, հա, ունենք նաև մեր Բաբելոն շոու ներկայացումը, դա անցած տարի մասնակցեց Արտավազդին ու Անդրանիկ Միքայելյանը ստացավ լավագույն դերասան, երիտասարդ դերասան։ Հրաշալի։ Շատ ուրախացանք։ Ու էլի ներկայացումները սպասում են, Թմկաբերդի առումն ենք պատրաստվում բեմադրել հայ հեղինակներից, Երևի Թումանյանի թանգարանի հետ համատեղ կանենք։
ու էլի հետաքրքիր տենց ֆորմատով մեր պես, որովհետև Բաբելոն թատրոնում մենք սիրում ենք այդ ֆորմատը օգտագործել, որ հանդիսատեսը շրջի, ինչ որ ավելի մոտ լինի, մի սեղանի շուրջ լինենք կամ կողքի ինտերակտիվություն լինի, մտերմություն լինի, կամերայնություն։ Հա, մեր ոնց որ ֆիշկեն Յուրահատուկ փախած դերագիր ուզում էր ասել, նա։ Դրա մեջ նաև ոնց որ մարդկանց էլ է տենց ավելի հետաքրքիր, ավելի շուտ են խաղի մեջ ընկնում։ Միանշանակ յուրահատուկ ձևաչափ է ու ես վստահ եմ, որ հաջողություն ունեցել եք ու դեռ կունենաք։ Մենք ձեզ մաղթում ենք ամեն դեպքում հաջողություն, որովհետև ծուռ եք, որովհետև ոչ սովորական եք ու փորձում եք այդպիսի գործեր անել, իսկ դա շատ կարևոր է այսօր մեր արվեստի աշխարհում մշակույթի։ Ձեզ էլ Մարիկա ջան, ամենայն հաջողություն ենք մաղթում, թե նոր բեմադրությունների մեջ եւ թե որպես դերասանուհի չէ, մի կորեք, որովհետեւ դուք շատ լավն եք, շատ սիրված եք ու շատ յուրահատուկ եք։ Այդ յուրահատկությունը պետք չի կորի մեր ասպարեզից։ Ներկայացմանը մաղթում ենք հաջողություն նաև արտավազդում, թող որ հաղթեն լավագույններն իհարկե, բայց ես վստահ եմ, որ դուք այն տեսակն եք, որ ոչ թե մրցանակն է ինչ որ բան դարձնում, այլ դա էլ ավելի ոգևորում է գնալու առաջ ու ստեղծագործելու, հաստատ չեք դադարի ստեղծագործել, էլի չէ, ճիշտ եմ կռահ է։ Գնացեք նաև Բաբելոն թատրոն, իդեպ տարիքային սահմանափակում կա հանդիսատեսի մասով։ Որոշ ներկայացումներում, հա, օրինակ Օրինակ այն ներկայացման համար կարծում եմ, չէ։ Երեխաներն էլ կարող են գալ նայել։ Կարծում եմ այո։ Այլ հարցը թե ով ինչպես կհասկանա ու կընկալի, ոնց որ հեքիաթը փոքր ժամանակ կարդում էինք Թումանյանի մի կերպ էինք ընկալում, մեծ ժամանակ հասկանում էինք, որ տակը թաքնված տողատակեր կա։ Դե ինչ շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ ժամանակ գտաք ու եկաք մեր տաղավար։ Այդպես մի լրջացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Բաբելոն թատրոնի ղեկավար հիմնադիր դերասան ռեժիսոր Հարություն Հովհաննիսյանը եւ բեմադրիչ դերասանուհի Մարիկա Դովլաթբեկյանը։ Նրանց մաղթում ենք հաջողություն, իսկ ձեզ ելի հեռուստայտող հուշում ենք կրկին գնացեք նայեք ներկայացումներ, բացահայտեք նորերը, նայեք մեր երիտասարդներին, որովհետեւ նրանք շատ հետաքրքիր խոսք ունեն, հետաքրքիր ասելիք ունեն ու հետաքրքիր ձևաչափ ունեն ինչ որ բան տեղ հասցնելու համար։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ էր տարօրինակ Անահիտ Կիրակոսյանը, մնացեք բարով, հաջողություն։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։